նախ իմ սերն է գինեգործությունը։ Սո որ Հայաստանը գինեգործության օրրանն էր, շուտ կարծես բան շատ նորմալ երևույթ է ու ես ստեղ մնամ։ Ինժեներ TV-ներ, դա նորից այդ թվականից տարի 1 կամ 2 անգամ գալիս է Հայաստան։ Մի պատճառով, հետո հողարի, այգի դրի։ Մի 15 տարի է Հայաստանում եմ։ Հայաստան եկա առաջինը 97 թիվ։ 97-ին եկա, բայց իբր տուրիստ, ընկերներով գալիս են, գնաց, ինչու՞ չէ, գնանք Երևան, Հայաստան։ Եկա, ասենց մի բան, հետաքրքրական ստացվեց, ոնց որ այդ զգացումը ֆիլինգը որ հայրենիքն է անում, հա, sense այնտեղ հայերեն է խոսում, аэропортում հայերեն, զինվոր միլիցիա հայերեն եւ այլն եւ այլն, սա հետա մեզ համար շատ խորտ երևույթ է։ Մենք որ միշտ օդար երկրներում ենք ապրել Լիբանան, Սիրիա, որ օրգամ արաբ են, կամ ամերիկացի, իտալացի։ Տարածի պրոյեկտը սկսա, բայց 6 տագար փորձի համար, նոր խաղողը Պերկի դագերայգին, 6 տագար, հետո 6 տագար դարձավ 25,000 շիշ, 25,000 շիշը հասավ 50,000 շիշ, հետո 700,000 շիշ, կարազ, հետո քեշ, հետո զուալ, հետո գինեգործության դարբեր պրոյեկտներ ու 15 տարի Հայաստանում եմ, այսինքն դանն եմ։ Այդ կոնցեպտը մնաց, բան չկա, չեմ մտածում հետ գնամ Ամերիկա օրինակ, շատ աբսուրդ կոնցեպտ է ինձ համար, որ հետ գնամ Ամերիկա, իմաստ չեմ տեսնում, ոչ էլ Իտալիան շատ բյուրոկրատական է, փեչաթի, մինչև մի բան վերանորոգես, այդենք գործարան ունիս Իտալիա, պիտի մի բան ավելացներ, ու հանձնաժողովներ պիտի գնա եւ այլն, այստեղ այդքան չունենք, այստեղ մի քիչ շատ ավելի լիբերալ է կարող ես անել, պլանավորել, ամեն ինչ օրենքով, պեչատվի ու գործարան մի տարու մեջ կառուցես, օրինակ, որ շատ մեծ առավելություն է։ Դու թույլատրում է, որ բիզնեսը արագ զարգանա, գինին քիչ պրոդուկտներից է, որ հավելյալ արժեք ունի։ Այսինքն մենք 1 կիլո խաղողը մոտավոր կոպիտ մի շիշ գինի է, հա։ Եթե հաշվենք խաղողը արժի 300 դրամ կիլոն, կարող ես դու գինին չես վաճառում 600 դրամով, կարող ես վաճառես 1000, 10,000, 20,000 կամ 30,000 դրամով, կախում ունի ոնց ես պատկեր։ Իսկ լոլիկը մնում է լոլիկ, ձիրանը մնում է ձիրան։ Միակ հավելյալ արժեք ունեցող բանը խաղողն է։ Աշխարհում է միայն ստեղ չի, Բուրգունդիա, Բորդո, բոլորն են գինին վաճառում են $2-ից մինչև 500, $1000 շիշը։ So, եթե այդ ուղղությամբ նայենք եւ կարողանանք մենք Հայաստան ներկայացնենք իբր կարևոր գինեգործական երկիր, մեզ համար մեծ հարստություն է։ Այդ փողը մտնում է մեր այգիներում, մտնում է երկրի էկոնոմիի մեջ, մտնում է գյուղացու մեջ, որ իրենք ավելի իրենց ավելի նոր այգի դնեն, բարեկարգ, իրենց դպրոցները զարգացնեն եւ այլն։ So շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այդ ուղղությամբ նայել հարցին եւ չնայենք քանի կիլո խաղող, քանի 1000 շիշ գինի։ Այդ տարբերությունը, որ դա իմ հույսը, իմ երազանքը։ Հողերը սկսում են 1000 մետրից, բարձրանում մինչև 1800 մետր, ու շատ քիչ տեղեր կա, որ այս բարձրության վրա այգիներ կան, ասի յուրահատուկ է, միակը չենք, բայց շատ քիչ տեղեր կա։ Իսկ երկրորդը մեր հողերը ավելի հրապուխային հողեր են, քանի որ բազալտ, տուֆ, այս բոլոր տեսնենք, որ limestone, այս հողը շատ նպաստիչ է խաղողագործության եւ խաղողի որակին։ Իսկ երրորդը մենք ունենք հարյուրավոր աբորիջին հայկական սորտեր, որ մենք որոնցով աշխատում ենք։ Մի քանի 20 հատի հետ
20-ից մի քիչ էլ ավել 100-յա, տևին մի քանի 100-ա։ Այս երեքը եթե մենք համախմբենք, հայկական սորտ, հրապոխային հող եւ բարձր բարձրության վրա այգիներ, շատ յուրահատուկ պրոդուկտ է, որ աշխարհում մեկ չկա։ Մեր նպատակը այս ծանոթացնելն է աշխարհին, որ այս յունիկ պրոդուկտ է, որ մենք արտադրում ենք։ Իմ առօրյան միշտ գինու մեջ է, եթե ուրիշ պրոյեկտները չհաշվեմ, առօրյան գինի է, գինու մասը բաղկացում է նախ մարքեթինգի, մի կողմ դրած ֆինանս, management եւ այլն, բայց ամենահետաքրքրական մասը գինիների համտեսն է։ Մենք որ օրինակ հիմա դագարանոցում ենք, այստեղ ունենք մի 300-ից ավել 400 գրեթե դագար, տարբեր սորտ, տարբեր բրենդ, տարբեր տարվա եւ այլն, բայց մենք համտես ենք անում, երկրորդ կուպաժ ենք անում, այսինքն մենք նայում ենք մի 10-15 դագար, որոշում ենք այդ հաջորդ տարվա գինին ոնց է, որ դագարներից է բաղկացած։ Ես կասեի ինքը հետաքրքրական է եւ հրաբուրում է շատերին, որ մտնեն այս գործի մեջ։ Շատեր կա, որ իրավապան են, բժիշկ են, կամ ուրիշ բիզնեսներ ունեն, կամ շինարար են եւ այլն, ուզում են անպայման գինի սարքեն։ Շատ հետաքրքրական կոնցեպտ է։ Հայաստանը շատ ավելի հրաբուրիչ է, քան Իտալիա։ Իտալիա ինձ համար դժվար էր, քան այդ կոնցեպտը կա, որ ես երեխեքս մեր Իտալիա մնան, ամուսնան իտալացու հետ ու հենց գորի այդ ամբողջ culture, լեզուն, պատմությունը, ոնց որ հանցագործություն էր, այդ էր կոնցեպտը։ Եկա Հայաստան ու մնացի Հայաստան։ Ստից չկա։ Վերջի ինձ համար կոնե։ Չէ, գնամ էլի դեղեր, բայց դուն, այգի, արմատ, Հայաստան։ Տարբեր սորտերով աշխատենք, մեր գործի կամ իմ գործի նաև հետաքրքրական մասը, որ ես կարող եմ մի բան անեմ, որ արդեն չենք արած Հայաստանում, հա, եկող տարվան կունենանք երկու նոր պրոյեկտ, երկու շրջան Հայաստանում, որ խաղաղագործություն կա, գինեգործություն կարելի է եղած է, բայց չկա, այդ երկու շրջաններից նոր գինի կունենանք նաև շուկայում։ Այդ գինիները, որ եղան, կունենանք ամբողջ Հայաստանը արդեն դուրս մնաց շրջաններ, որ լորի եւ այլն, որ չի եղած գինեգործություն, կունենանք արդեն այդ շրջանի սորտերով սարքված գինի։ Այսինքն, sense ոնց որ գլորը մենք փակում ենք ու կգնանք առաջ, որովհետեւ այդ նաեւ այդ երկու շրջանները մի քիչ ավելի զարգանան։ Հայրենիքն է, ինձ համար Հայաստան, այսինքն եկող, ասենք, եթե հաշվենք եկող 10 տարի կամ 15 տարի, իմ առօրյան գլա Հայաստանի գինեգործությունը ծանոթացնել տարբեր դեղեր աշխարհում։ Ոչ թե միայն իմ գինիները, այլ Հայաստանի գինեգործությունը։ കാരണം եթե մենք Հայաստանի գինեգործությունը զարգացնենք, ավտոմատ նաև մեր բրենդերը կզարգանան, բայց առաջի հերթին է պետք է անենք, ոչ միայն ես, բոլոր գինեգործները։ Հետո մենք ասենք, իմը մի քիչ ավելի լավ է, քանի որ սենց անենք, բայց Հայաստանը շատ լավ է, քանի որ ունենք բաներ ունենք, որ ուրիշ երկրում չկա։ Սա մեր մեսեջն է, որ պետք է մենք հաղորդենք աշխարհին։ Հայաստանը, քանի որ տարածված է բոլոր շրջաններում, տարբեր շրջանում, տարբեր սորտի խաղողներ, մենք ունենք այդ հարստությունը աշխատելու թոսոտի հետ, ջիլարի հետ, սենց սորտեն է, որ մենք նոր ենք ծանոթանում, անունով գիտենք, բայց այդ խաղողներով սորտով չենք գրած օրինակ։ Եվ աշխատում ենք տարբեր շրջաններ, սահմանավերց Տավուշ, Խաչիկ գյուղ, էլի սահմանամերձ, սենց լիքը դեղեր կա, որ հետաքրքրական ոնց որ ատամանդներ կա, որ չեն բացահայտվել։
Ներսոյն աստեղ պասմաստում ենք խնդոնին ու նայում ենք, որ շրջանում գայանի այդ սորտը, որ չկորի, փորձեր ենք անում արևդյան տաշտ, փորձ ենք անում տավուշում, որ այդ սորտը մենք վերագանքնենք, թե Ղարաբաղի արտադրողները կարողանան Հայաստանում իրենց հարազատ խնդոնիով գինի սարքեն, թե Հայաստանի գինեգործները, որ կարողանան այդ օգտվեն։ Հիմա այդ պրոյեկտի վրա ենք աշխատում, կստացվի հաստատ, արդեն առաջի փորձերը ցույց են տալիս։ Այդ ամբողջ ոնց որ հայկական սորտերը, եթե մոզաիկայի պես նայենք, շատ գեղեցիկ է, հա, բայց հələ չենք վերջացրել, դեռ լիքը գործ ունենք անելու, այդ մոզաիկի այդ գեղեցիկ բանը արվեստը վերջացնելու համար, կյանքը շատ կարճ է պատկինի խմելու համար, սո եթե մարդ պիտի խմի, կոնել լավը խմի, ոչ թե տանգը խմի, այլ լավը խմի, այդպեսով գնանք առաջ։